Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիական համայնքն է։ Այսօր Հայաստանում մոտ 35,000 եզդի է ապրում։ Յուրաքանչյուր եզդի կփաստի, որ Հայաստանում ազգային մշակույթը, լեզուն, կրոնը պահպանելու եւ որպես անհատ կայանալու եւ դրսեւորվելու բոլոր հնարավորություններն ունի համայնքի յուրաքանչյուր ներկայացուցիչ, ինչպես սիրված ու պահանջված սրտաբան Ռոստամ Շամոյանը։ Բժշկի կոչումը ըստ իս դա առաքելություն է եւ դա պետք է ներքուստ անձը զգա, որ կարող է դա անել, թե ոչ, զբաղվել բժշկությամբ, թե ոչ։ Բժիշկ դառնալու որոշումը կայացրել եմ 4-րդ դասարանում, որքան էլ տարօրինակ է, երբ իմ կյանքի առաջին ուսուցիչ, իմ պապը Սայիդ Շամոյանը, սրտամկանի 3-րդ ինֆարկտից մահացավ։ Այդ պահից ի վեր ես փորձել եմ հասկանալ ինչ է բժշկությունը, փորձել եմ նաև բարձր դասարաններում հանրակրթության ընթացքում հասկանալ, որոնք են այն առարկաները, որ պետք է ուսումնասիրեմ եւ գնամ հետագայում բժշկության ճանապարհով։ Մոտիվացիայի աղբյուրը ավելի վաղ է եղել, քան սովորաբար լինում է, եւ դա իմ երջանկահիշատակ պապի մահն էր։ Դեպքը իմ աչքի առաջի տեղ ունեցել։ Ռոստամ Շամոյան ծնվել է 1988 թվականին Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում։ Գերազանցությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 2011 թվականին ավարտել է Հայկական բժշկական ինստիտուտը, իսկ հետդիպլոմային կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական եւ շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնում, սրտաբանություն մասնագիտությամբ։ 2014-ից 2020 թվականներին աշխատել է Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժանմունքում որպես սրտաբան։ Զուգահեռաբար նաև Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի սրտաբանն է եղել։ Պարոն Շամոյան, ձեր կենսագրությունն այնքան հարուստ է, որ մեր հաղորդման ժամանակը չի բավարարի ամբողջը թվելու համար։ Ինչպես եք հասցրել այդքան սովորել, վերապատրաստվել եւ զուգահեռ նաեւ աշխատել։ Դա իրականում կախված է հատուկ սխեմա մշակելուց։ Ես միշտ ամեն տարի իմ գործունեությունը սխեմատիկորեն մշակում եմ, աշխատանքային գործունեությունը, բուն պրակտիկ գործունեություն եւ գիտական գործունեությունը։ Դրա համար հատուկ սխեմայով ես ամեն տարի մշակում եմ, արդեն 5-6 տարի է ինչ նման կերպ եմ կարգավորում իմ աշխատանքային գործունեությունը։ Առավոտյան երբ եք արթնանում։ 5-ից 10։ Հենց 5-ից 10, իսկ երբ եք տուն գնում։ Օրը գիտի, հիմնականում ժամը 9-10-ի կողմերն եմ տուն հասնում։ Այ հետաքրքիր է ինչպես համատեղել բժշկի կյանքը եւ անձնական կյանքը, արդյոք դրանք համատեղելի են։ Չեմ կարծում համատեղելի են, բայց եթե ունեք նպատակ, դուք արդեն երկու կշեռքի երկու նժարին պետք է նայել։ Կարիերան է կարևոր, թե անձնականը։ Կարիերիստի համար բնականաբար կարիերան առաջին պլան է։ Չի կարող երկուսը համատեղ հարթ ընթանա, որովհետև միշտ գերակշռողը մեկն է լինում եւ օրինակներ կարող եք եկել հանդիպել շատ կյանքից, որ մարդիկ կան նվիրվում են շատ ժամանակ են տրամադրում իրենց ընտանիքի անդամներին եւ մարդիկ էլ կան, որ բացառապես իրենց կարիերայով են զբաղված եւ մի որոշ ժամանակ ընտանիքի անդամներին։ Դուք որն եք ընտրել։ Դե հաշվի առնելով ժամային գրաֆիկներս արդեն չարթարան եմ ընտանիքի անդամների առաջ։ Իսկ լինում են դեպքեր, երբ բուժառուն օրինակ գիշերը 12-ին կարող է զանգել որևէ խնդրով, այդ դեպքում բժիշկները ինչ են անում։ Հայաստանի Հանրապետությունում սովորաբար երբ արթուն ես լինում, պատասխանում ես։ Աշխարհում նման մոտեցումը խիստ քննադատելի է։ Աշխատանքային ժամեր։ Իսկ ինչ աշխատանքային ժամեր գոյություն ունեն, իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե պացիենտը երբ նույնիսկ աշխատանքային ժամերին պայմանավորվում են եւ նորեն մոտենում ինչ-որ ժամային գրաֆիկով մեր պացիենտներին, սովորաբար ես այդպես եմ անում, ընդունում եմ, այլապես մեկը մյուսին կխանգարի, դու չես կարող ուրիշ բուժառուի ժամի հաշվին մեկ այլ բուժառու ընդունել։
Շարունակական կրթությանը կարևորություն տալով երիտասարդ սրտաբանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնում անցել է էխոսրտագրության եւ ժամանակակից սրտաբանության թեմաներով մի շարք դասընթացներ։ Բազմիցս խրախուսվել եւ պարգևատրվել է իր նվիրված ու բարեխիղճ աշխատանքի եւ մարդկանց առողջությանը ծառայելու համար։ 2 տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ եւ համահեղինակ է։ 2025 թվականից Ռոստամ Շամոյանը Medline բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայության ղեկավարն է։ Պարոն Շամոյան, ինչպես է սկսվում ձեր օրը հիվանդանոցում։ Սովորաբար 8:30-ից ենք սկսում մեր աշխատանքը, 1 գավաթ սուրճով մեր գոլեգաների հետ։ 9-ից 9:30-ի հատվածում սովորաբար անում ենք համայց, պացիենտներին ենք նայում, ընդհանուր վիճակն ենք գնահատում նորից պացիենտների, խոսքը ստացիոնարում հոսպիտալացված պացիենտների մասին է։ Դրանից հետո արդեն սկսվում է մեր աշխատանքային բուրն առօրյան։ Օրական քանի բաժակ սուրճ է խմում սրտաբանում։ Իմ պարագայում մի քիչ թվերը ավելի բարձր են, 7-ից 8 մեծ գավաթներ եմ ընդունում։ Իսկ սիրտն ինչպես է արձագանքում 7-ից 8 բաժակ սուրճին։ Գիտության վերջին տվյալները ցույց են տալիս, հաստատում են, որ 3-ից մինչև 5 բաժակ տարբեր հետազոտություններ նույնիսկ սրտի վրա ունեն կանխարգելիչ ազդեցություն սիրտանոթային հիվանդությունների։ Մի խոսքով մասնավորապես, այո, հետազոտություններ կան սրտային անբավարարությամբ տառապող պացիենտների շրջանում։ Որ բաժանմունքում ենք հիմա եւ ինչ պետք է։ Հիմա գտնվում ենք Medline կլինիկի թերապևտիկ բաժանմունքում, որտեղ հիմնականում հոսպիտալացվում են սրտային հիվանդներ, թոքային հիվանդներ։ Այս պահին գտնվում ենք մեր ստացիոնար բաժանմունքներից մեկում։ Հիվանդներին պետք է այցելեք։ Այո, այցելենք իհարկե։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ոնց անցավ գիշերը, հանգիստ եք։ Ընդունել եք ձեր դեղերը։ Դե ձեզ առողջություն ընթացքում կհրավիրեմ հետազոտության։ Չէ՞ որ բժշկության մեջ գործի կեսը դա բնավորությունն է, հետո նոր մասնագիտացումը։ Եթե մարդը շատ լավ որակ ունի, նշանակում է իր մասնագիտությունը կլինի կրկնակի որակ, քանի որ Շամոյան շատ լավ մարդ է, դրա համար կարելի ասել կրկնակի լավ նաև սրտաբան է։ Ես ինքս բավականին օրինակ եմ վերցրել իրենից, այն որ չվախենալ ոչ մի տեսակի ծանր դեպքերը, որոնք որ դոկտոր Շամոյանը վարում է եւ կշարունակի իր աշխատանքային գործունեության ընթացքում, այն ծանրագույն դեպքերը, որոնք ես ինքս լինելով ավելի երկարատև փորձ ունեցող բժիշկ կվախենայի վարել, դոկտոր Շամոյանի շնորհիվ մենք ոչ միայն համատեղ վարում ենք այդ հիվանդներին, այլ փրկում ենք կյանքեր եւ դա կարծում եմ լավագույն ձեռքբերումներից մեկն է մեր կլինիկայում։ Բժիշկ է, ով մշտապես զարգացնում է իր գիտելիքները, չի դադարում իր վրա աշխատել, ինչը վկայում է այն, որ նա միշտ միջազգային փորձը կիրառում եւ համատեղում է Հայաստանում առկա բժշկական ոլորտում եւ առողջապահական համակարգում, ինչը միշտ տեսանելի է եւ դա զգացվում է ինչպես համատեղ աշխատանքի ընթացքում, ինչպես նաև հիվանդների բուժման արդյունքում։ Ցանկացած ժամին ինքը հասանելի է եւ իր այդ հանգիստ մոտեցումը, հա, որ մենք այստեղ կարող է պանիկայի մեջ խառնվենք, վայ պացիենտը վատացել է, առաջին եկագեն ենք անում ու Շամոյան։ Եթե մենք այդ կապը ունենք ու դոկտոր Շամոյանը մեզ բացառապես ասում է, որ հանգիստ եղեք սիրտը չի, մենք արդեն կարողանում ենք մեր գործողությունների հաջորդիվ հասկանալ հաջորդ մեր քայլը ինչպես հիվանդին վիճակից հանենք, բայց այն, որ մենք վստահաբար կարող ենք հավատալ մեր դոկտոր Շամոյանի խոսքին եւ 95%-ով համոզվել պացիենտի վիճակի վատթարացման կամ վատացման պատճառը սիրտն է թե չէ, դա բավականին մեծ զենք է մեզ համար, որպեսզի մենք ստացիոնար բժիշկներով կարողանանք ճիշտ օգնություն ցույց տալ պացիենտին, չխառնվենք իրար կամ հիպերդիագնոստիկա չանենք կամ թերդիագնոստիկա չանենք։ Ունենալով Շամոյանի նման բժիշկ մեր կողքը, մենք շատ վստահելի ձեռքերում ենք գտնվում։ Պարոն Շամոյան, ինչ սարքավորում է սա եւ այս պահին ինչ գործողություն եք անում։ Սա էխոսրտագրական սարքավորում է ժամանակակից հյուսվածքային մեթոդներով, որտեղ մենք նայում ենք սրտի կծկողական ֆունկցիան, փակարների վիճակը, գնահատում ենք նաև հյուսվածքի վնասման աստիճանը ըստ էխոսրտագրական հյուսվածքային մեթոդների եւ ըստ այդմ կողմնորոշում արդյոք կա սրտային անբավարարություն, եթե կա սրտային անբավարարություն, ինչ աստիճանի սրտային անբավարարություն է,
Կան լրացուցիչ հետազոտության այսպես դիմելու անհրաժեշտություն, օրինակի համար ուղղորդել պացիենտին սրտի մագնիսառեզոնանսային հետազոտության կամ սրտի համակարգչային շերտագրության եւ այլն։ Այս պացիենտը ինչ խնդիր ունի, ինչ եք տեսնում։ Կոնկրետ այս պացիենտի մոտ խնդիր առանձնապես չկա, այստեղ ունենք լավ կծկողականություն, իսկ հյուսվածքային մեթոդներով էլ ունենք դրական արդյունքներ, այսինքն սրտի կծկողականության խանգարում այստեղ չկա։ Պացիենտը ծխող է, 39 տարեկան եւ այս պահին ուղղորդման ինչ որ կարիք չկա ուրիշ հետազոտության, պարզապես պետք է առաջին փուլում փոխել կենսակերպը, դա բժշկության մեջ կոչվում է կենսակերպի փոփոխություն, այսինքն թողնել ծխելը, եթե ավելի քաշ ունի, ավելցուկ ունի, նվազեցնել, մարմնի զանգվածի ինդեքսը նորմայի սահմաններում պահել, եթե զարկերակային ճնշման խնդիր ունենք բարձր կամ միտում ունենք ճնշման բարձրացման, այս դեպքում խորհուրդ է տրվում բնականաբար սննդակարգում աղաքչացնել, այսինքն մի անգամից պարտադիր չէ, որ առաջին անգամ դիմաց պացիենտին նշանակվեն պրեպարատներ կամ ուղղորդվեն, այսպես ասած, այլ մասնագիտական սրտաբանական կենտրոններ ինվազիվ միջամտությունների համար։ Մի անգամից դա պետք չի անել, մինչև ռիսկը գնահատել։ Պարոն Հայրապետյան, որքան ժամանակ էին ճանաչում եք պարոն Շամոյանին։ Երևի թե մոտ 1 տասնամյակ, միգուցե վերջին 5 տարիների շատ ավելի հաճախ, շատ ավելի սերտ հարաբերություններ ունենք աշխատանքի բերումով եւ արդեն մարդկային։ Նախկինում ավելի հազվադեպ, բայց այնուամենայնիվ հիմա չեմ կարող նշել, թե ամենասկզբից ինչքան ժամանակ է ճանաչում։ Երբանից սկսվեց ձեր սերտ համագործակցությունը։ Երբ ես դառա Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ 5 տարի առաջ, այդ ժամանակ մեր աշխատանքային բերումով, մեր աշխատանքային գործունեության բերումով մեր շփումները շատ ավելի հաճախացան եւ նաեւ սկսվեց այդպես ավելի լավ կարողացա ավելի լավ ճանաչել իրեն եւ ավելի նաեւ մարդկային շփում մեր սերտացավ եւ տարբեր առիթներով հիմա մենք փոխանակվում ենք եւ տեղեկատվությամբ եւ տպավորություններով եւ շատ հարցերով մենք համակարծիք ենք լինում ոչ միայն աշխատանքի վերաբերող հարցերով եւ գնալով իմ համակրանքը նրա նկատմամբ ավելացավ։ Ինչ որակներով է առանձնանում պարոն Շամոյանը։ Նախ եւ առաջ գնահատելի է նրա մարդկային պատրաստակամությունը, ազնվությունը, աշխատասիրությունը, նվիրվածությունը գործին։ Ինչով է առանձնանում որպես այլազգի ներկայացուցիչ, երբևէ քննարկել եք դա։ Ունի որոշակի ավանդույթներ, սովորույթներ, որոնք յուրահատուկ են ձեզ համար։ Նա իմ համար լավ բարեկամ է, լավ ընկեր է, լավ բժիշկ է, լավ նաև երիտասարդ գիտնական է, լավ ղեկավար է, նա ղեկավարում է մեր ասոցիացիայի սրտաբանական խումբը եւ կարողանում է իր շուրջ համախմբել երիտասարդներին, նրանց մոտիվացնել, աշխատել, արդյունքների հասնել, ներկայանալի է եւ մեր եւ դրսում կայանալի կայացող բոլոր գիտական միջոցառումներին ներկայացնելով Հայաստանը։ Այնպես որ ինքը Հայաստանն է ներկայացնում, ինքը իմ ընկերն է։ Այդ տեսակետից երբևէ իմ առաջ ինչ-որ այդպեսի հարց չի դրվել ներքուս թեկուս։ Բնականաբար փոքրամասնությունները բոլոր երկրներում այսօր նույնիսկ արևմտյան տիպի զարգացած երկրներում շարունակում են համարվել հասարակական խոցելի խմբեր։ Եվ սա միայն իմ կարծիքը չէ, դրա վերաբերյալ կան հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են այդ մասով, բայց իմ կարծիքով անհատի առումով դա կարծրատիպ է, որը վաղուց ես հաղթահարել եմ եւ իմ օրինակով կարող եմ ծառայել Հայաստանի Հանրապետությունում ապրող ցանկացած քաղաքացու, ով ուզում է աճել, ես կօգնեմ, որ ինքը հաղթահարի այդ կարծրատիպը։ Նման բան չկա մասնագիտության ընտրության հարցում։ Դու ինքդ պետք է քո առաջ միշտ քո աշխատանքը տանես ու հավատաս, որ դա կլինի։ Հավատի գործոնը շատ կարևոր է այս պարագայում։
Պարոն Շամոյան, ձեր ծննդավայրում ենք Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում եւ ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ դուք մինչ օրս մնացել եք համայնքում, չեք տեղափոխվել Երևան։ Ինչպես է այդպես ստացվել։ Իրականում ես արժի համակարգային մտածողության կողմնակից եմ եւ առանց դրա հնարավոր էլ չէ լինի։ Ինքս այսպես եմ մտածում, պարտավոր ես ուղղակի այնտեղը, որտեղից որ սերել ես, որտեղից որ սկսել ես քո առաջին քայլը անել դեպի մասնագիտական ճանապարհ, դեպի կարիերա, դու չպետք է երբեք այդ հողը մոռանաս։ Միշտ դա համարում եմ խիստ կարևոր եւ սկզբունքային մաս իմ կյանքում ու համոզված եմ մինչև կյանքիս վերջը կապը երբեք գյուղի հետ չեմ կտրելու, մինչև օրս էլ ես ամեն օր գնում եւ գալիս եմ հարազատ հայրենի գյուղ։ Ինչով է առանձնանում այս տարածքը։ Առանձնանում է մեր գյուղի խորհրդանիշ հանդիսացող բնակիչներով, արագիլներով եւ արդեն վաղուց այս առումով մեր գյուղը ճանաչվել է մի շարք արագիլների բույներով, շատ հետաքրքիր է եւ նրանց վարքագիծն է շատ հետաքրքիր արագիլների, մենակ տեսեք, որ ձմեռը, որ սպասվում է, որ հավանական է, որ լինի ցրտաշունչ, իրենք չվում են տաք երկրներ, արագիլները, բայց լինում են ժամանակներ, երբ որ տաք է լինում եւ այդ տարի ոչ միտեղ չեն գնում եւ չեն հեռանում իրենց բներից։ Այսպեսի յուրահատուկ վարքագիծ են դրսևորում մեր գյուղի սիրելի խորհրդանիշ հանդիսացող բնակիչները։ Մենք գտնվում ենք մեր համայնքի պատմամշակութային կարևոր երկու այս համար սրբություն դարձած երկու հասցեներում, երկու հուշակոթողների մասին եմ ուզում ձեզ պատմել, մեկը 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողն է, իսկ մյուս հուշակոթողը դա արցախյան երկու պատերազմներում զոհված մեր ազատամարտիկներն են։ Մեր մանկությունը հիմնականում անցել է այս տարածքում, սա մեր արդեն նոր կառուցվող դպրոցն է Երասխահուն համայնքի, որը կառուցվել է մեր ֆուտբոլի մարզադաշտի հենց տեղում եւ այսպես ասած տեղափոխվել է նախկին դպրոցի տեղը արդեն մեր, ինչպես տեսնում եք, մարզադաշտն է եւ մնացած ինֆրաստրուկտուրաները։ Ընդհանրապես այս տարածքի հետ կապված շատ հաճելի դրական հիշողություններ կան, որովհետև մեր կրթությունը այստեղ ենք ստացել, մեր հայրենի դպրոցն է եղել, հիմա դուք տեսնում եք նորակառույց արդեն դպրոցի շենքը, բայց մենք ուսանել ենք դեռևս հին մասնաշենքում եւ իմ ու Ռոստամի բարեկամական հարաբերությունները այնքան բարեկամական ազգակցական հարաբերություններ չեն եղել, ինչքան շատ մտերիմ ընկերների ու մենք մանկության տարիներից նաև քանի որ ընդհանրապես մեր տոհմում Շամոյանների գերդաստանում կար սեր կրթության նկատմամբ, ուսման նկատմամբ, այս էլ եւս լրացուցիչ մեկ խթան է դառնում, որ մենք ավելի նաև մտերիմ ընկերություն անենք միասին եւ այդպես շատ լավ նաև սովորել ենք դպրոցում, ավարտել ենք, ընդունվել ենք բուհեր, փորձել ենք թե մեր համայնքի, եզդի համայնքի անունը բարձր պահել այդպիսով եւ նաեւ իհարկե մեր գյուղի, Երասխահին համայնքի։ Իսկ ինչ տեսակի երեխա էր պարոն Շամոյանը։ Ռոստամը շատ բոլոր առարկաների առումով շատ դրական առաջադիմություն ուներ, բայց նաեւ շատ ակտիվ էր իր վարքով, այսինքն նաև աչքի ընկնում շատ ակտիվ վարքով եւ ուսուցիչները մեզ դասավանդողները նաև Ռոստամին սիրում են նաև իր այդ վարքի համար։ Ճիշտ է, երբեմն նաև չարաճճիություններ, չարություններ, իհարկե փոքր տարիքում բոլորս էլ երբեմն ունենում ենք, բայց իհարկե ես Ռոստամին հիշում եմ ոչ միայն մանկության տարիներից, ոչ միայն որպես լավ սովորող, այլ նաև շատ ակտիվ տղա, այո։ Մինչ օրս շատ մտերիմ եք։
Այո, իհարկե, մենք գրեթե շատ շաբաթ ամուր։ չկա, որ գոնե 1-2 անգամ չհանդիպենք, այո, չզրուցենք։ Բարի գալուս Դիանա ջան, հիմա գտնվում ենք մեր տան բակում, այստեղ դուք կարող եք տեսնել մեր հողամասնի ամբողջությամբ, Ինչ եք մշակում։ հիմնականում հողագործությամբ են զբաղվում մեր գյուղի բնակիչները, մենք էլ ենք զբաղվում հողագործությամբ, սեղ, ծմերուկ, տակդեղ, սմբուկ, Նռնելիներ են կարծես, չէ։ այո, այս նռան այգին, իրականում այս տունկը արել է իմ երջանկայի շտակ հայրը Վազգեն Շամոյանը, նռան այս վարդերը ու բալի Գեղեցիկ ծառեր։ Ինքներդ հող մշակում եք։ Մշակել եմ մինչև բժշկական ինստիտուտ ընդունվել է, դրանից հետո ուղղակի սիրողական, արդեն ժամանակ չունեի, հնարավորություն չունեի, բայց որոշել եմ, երբ որ անցնեմ թոշակի, կենսաթոշակի, անպայման ունենալ այգի, մշակել այգի։ Միտք կա չէ, այդպեսի, որ եթե հողի հետ գործ ունես, ուրեմն երջանիկ մարդ ես։ Եվ ունենալ շատ ավելի մեծ գրապահարան, գրադարան, այսպես։ Համամիտ եմ։ Հա։ Բարև ձեզ։ Կարելի է։ Բարև ձեզ Տիկին Ֆինջան ջան։ Բարև Գիրգիստան։ Ինչպե՞ս եք։ Ոչ լավ ենք, դուք շատ լավ եք։ Հակում դրին։ Հյուրեր Լավ ընդունում եք։ եք։ Աշկից դրա ոչ չի։ Շնորհակալություն։ Այսօր ես ձեզ համար պատրաստել եմ եզդիական ավանդական գաթա։ Օ, շնորհակալ եմ շատ։ Տիկին Ֆինջան շատ հետաքրքիր անուն ունեք։ Ինչ է նշանակում ձեր անունը։ Որ պապաս լայն վախտվող չէր, ասացի սիրած անունը ես եմ ուզում, ես եմ դնում։ Որևէ նշանակություն ունի։ Նշանակություն իր համար ուներ, սիրում էր այդ անունը։ Տիկին Ֆինջան ձեր որդին կայացած սրտաբան է, շատ լավ բժիշկ է դարձել, բարձունքների է հասել։ Դա նաև ձեր երազանքն էր, որ նա բժշկություն է ընտրել։ Բնականում երազանքը Ռուստամինն էր, ինքը 4-5-րդ դասարանում ինքը որոշեց իր պապը հիվանդ էր, սրտային էր։ Ինքը որոշեց, որ ես մեծանամ, վերջացնեմ 10-րդ դասարանս, գնամ սրտաբան սովորեմ, դառնամ բժիշկ ու իր խոստումը կատարեց։ Պապիս համարում եմ իմ առաջին ուսուցիչը, կյանքի առաջին ուսուցիչը։ Մեկ այլ բան է դպրոցում ունենալ հայրենի առաջին ուսուցիչ կամ առհասարակ առաջին ուսուցիչ, բայց կյանքիս առաջին ուսուցիչը պապս էր Սայդ Շամոյանը, ով դեռ իմ 2-3 տարեկան հասակից նկատել էր իմ ակտիվությունը, նաև մտքերը հիշելու, վերարտադրելու, վերլուծելու ունակությունները եւ հաճախ նույնիսկ շատ դեպքերում հորաքրոջս երեխեքը դե իրենց համար էլ չէ, ինքը պապ նեղանում են, ասում են դու միայն քո Ռոստամին ես սիրում։ Ինչով էր զբաղվում ձեր ամուսինը եւ արդյոք Ռոստամը նման է նրան։ Մենք ընդհանուր հողագործությամբ ենք զբաղվում։ Ինքը որ դպրոց էր գնում գալու, մենք չենք ուզում, որ ինքը մտնի հողի գործ անի։ Իսկ բնավորության նմանություններ կան։ Հայրիկի հետ բնավորություն կա, մենք իր նման էլ խոսում, բայց ավելի լավ էլի, իր բնավորությունը ավելի լավ է։ Հայրս իրականում շատ խիստ մարդ է եղել։ Շատ խիստ էր։ Բայց դե իրանք էլ լսող էին, անիշ չէր որ չէին լսում։ Մուրաց գյուղում ավելի շատ եզդիներ, թե հայեր են ապրում։ Այս բանի գյուղում երևի թե 40%-ը բնակչության եզդիներն են, 60%-ը հայերը, բայց ժամանակին երևի թե 50-50 էր, խորհրդային միության փլուզումից հետո սոցիալ-տնտեսական խնդիրների բերումով արտագաղթը նաև ազդեց եզդիական համայնքի վրա ու մեր բարեկամներն էլ, ազգականներն էլ շատերը դուրս են եկել գյուղից արտերկրներում են ապրում։ Իսկ եզդի ընտանիքները պահպանում են ավանդույթները, ինչ եք կարծում գյուղում։
Գլխավորապես այն կարևոր ազգային ավանդույթները, որոնք կապված են մեր տոների հետ, ազգային մշակույթի հետ, հարսանեկան արարողությունը օրինակ եզդիական Ինչով է տարբերվում օրինակ հայկական հարսանեկան արարողությունից։ Մենք հետաքրքիր շատ օրինակ արարողակարգեր ունենք, հարսանիքի բաղկացիչ ավանդական մասերից է հարսանիքի ծառը, հա, բարձը եւ մենք օրինակ հարսանիքների ժամանակ նաև հետաքրքիր ավանդույթ ունենք, որը շատ հաճախ սխալ է մեկնաբանվում, հա, փեսան հարսի ուղղությամբ խնձոր է նետում, այո, տարբեր մեկնաբանություններ կան այդ ավանդույթի վերաբերյալ։ Բավականին շահարկվեց մի շրջան։ Բայց կա մեկ ողջամիտ վարկած այն մասին, որ հնում եզդի երիտասարդ տղաները, երբ որ ուզում էին ցույց տալ իրենց ծնողներին, թե որ տան ուղղությամբ է, որ տանն է գտնվում այն աղջիկը, ում պետք է գնան խնամախոս, գնալ ուզելու, աղջիկ ուզելու, այդ այն ուղղությամբ տղաները խնձոր էին գլորում ու հայտնի ավանդույթի համաձայն այդ տրադիցիան հենց տարիների ընթացքում փոխակերպվել է ու հարսանիքի ժամանակ եզդի տղաները խնձորը նետելով նաև ամբողջի մեջից ցույց են տալի իրենց սիրեցյալին, իրենց ընտրյալին։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, Հայաստանը նաև մեր պետությունն է, բոլորը հավասար են օրենքի առաջ եւ բոլոր քաղաքացիներ ունեն նույն իրավունքներն ու նույն պարտականությունները։ Որպես վերջաբան կարող եմ ասել, որ սա մեր հայրենիքն է եւ նշանակություն չունի թե ազգային ինչ պատկանելություն ունես, հայ եզդի ասորի էական չէ։ Կարևորը կրում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու բարձր պատիվը։ Միասին աշխատենք ու ծառայենք մեր հայրենիքին։ Եզդի բժիշկն իր կյանքն ու մասնագիտական ներուժը նվիրել է Հայաստանին, իր հայ եւ եզդի բուժառուներին։ Բժշկությունը Ռոստամ Շամոյանի համար հայ եւ եզդի ժողովուրդներին ծառայելու միջոց է դարձել։